Որքան խորհրդավոր է եւ ինչքան գեղեցիկ մթնոլորտ ու միջավայր կարող է ստեղծել դասական երաժշտությունը կամ գուցե այն ստեղծագործությունները, որոնք կատարվում են դասական տրամադրությամբ եւ տրամաբանությամբ, սիրելի հեռուստադիտողներ, եւ հավատացնում եմ, որ մենք հիմա ունենք հրաշալի առիթ մի փոքր ավել բացահայտելու եւ դասական արվեստ առհասարակ եւ նրա գործունեությունը ծավալած, որը կարծում եմ հսկական ու մեծ երաժշտական ժառանգություն է մեզ թողնված ու մեզ բաժին հասած։ Մենք այսօր պատիվ ունենք եւ հնարավորություն ունենք մեր տաղավարում հարցազրույց ունենալու դիրիժոր, կոմպոզիտոր, մայստրո Լորիս Շքնավորյանի հետ։ Բարի լույս, մեծ պատիվ է, շատ շնորհակալ ենք։ Ինձ համար շատ ավելի մեծ պատիվ է, մեծ ուրախություն է, որ հայրենիքում եմ եւ տեսնում եմ հոյակապ իմ հերոսակայանը, որ 60 տարի առաջ լրիվ տարբեր տեսք ուներ, հիմա լրիվ տարբեր տեսք է, եւ դուք երիտասարդները ծախեցնում եք, բրավո ձեզ։ Եվ էդ էլ ասեմ, որ նախքան ներս մտները Հեկեկյանին էի նայում իր երջախումը, ինչ հոյակապ դիրիժոր է եւ ինչ հոյակապ աշխատանք է տարել եւ ինչ հոյակապ երջախում է, երոք բրավո իրան պետք է շատ մեծարել։ Մայստրո, մենք շատ ուրախ ենք, շատ երջանիկ ենք, որ դուք հայրենիքում եք, վերջին տարիներին ակտիվ գործունեություն եք ծավալում եւ ուզում ենք առիթը բաց չթողնել ու այս րոպեներին խոսել վերջին տարիներին ձեր ծավալած գործունեության մասին ու ուզում ենք սկսել առաջնախաղից, որը 2025 թվականին տեղի ունեցավ, խոսքը Ռոստամ եւ Սոհրաբ օպերայի մասին է ու հետաքրքիր է առաջնախաղից հետո ձեր տպավորությունները այս ընթացքում, արձագանքները, որ ստացել եք ինչպիսին է եղել։ Շատ հուզիչ էր, պետք է ասեմ, նախ շնորհակալ եմ Կարեն Դուրգարյանից, որ նախ ինձ հրավիրեց Հայաստան եւ հետո կատարեց Ռոստամ Սոհրաբ օպերան։ Ինձ համար շատ հուզիչ է, որովհետեւ տարիներ ինձ ցանկություններ գրելու այդ օպերան։ Ահա։ Եվ շնորհակալ եմ Քարլ Օրֆից, երբ որ իրան հանդիպեցի Սալցբուրգում դե երիտասարդ ժամանակ եւ իրեն ցույց տվեցի ստեղծագործությունս եւ ինքը ինձ հովանավորեց 1 տարի շարունակ Սալցբուրգում ապրեմ եւ այդ օպերան գրեմ, իհարկե այդ օպերան մինչեւ վերջացավ, մենք 20-25 տարի տևեց մինչեւ վերջացավ, որտեղ շատ դժվար նյութ է եւ ուզում եի անպայման պարսկական մոտիվների վրա այդպես լինի, բայց շնորհակալություն Կարեն Դուրգարյանին, կատարվեց օպերան եւ մեծ հաջողություն ունեցավ, ժողովուրդը եկավ, լավ դիմավորեցին եւ հույս ունեմ, որ կշարունակվի։ Մենք միշտ լիահույս ենք, որ դուք իսկապես շարունակելու եք ստեղծագործել, արարել ու երաժշտական ասպարեզում ունենալ գլուխգործոցներ։ Մայստրո, հիմա եկեք խոսենք սիրո տոնի մասին, որը նվիրված է սիրո տոնի մասին, որը նվիրված է կանանց ու աղջիկներին։ Վտանգավոր նյութ է։ Այո, որովհետև 2025 թվականի մարտի 8-ին նաև դուք անմասն չմնացիք ու ձեր մասնակցությամբ նաև, որովհետև դուք եք համերգը հենց ղեկավարում, մենք խոսենք սիրո երգեր խորագիրը կրող համերգի մասին, որը տեղի ունեցավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Կպատմեք մի փոքր համերգի մասին։ Եվ խմբավարը դուք էիք հենց։ Ինչը։ Դուք էիք խմբավարը։ Ես էի խմբավարը, սիրո երգերն էին, իրար վրա 16 հատ սիրո երգեր գրեցի, չգիտեմ ինչու, այդպես ամեն մեկ կոմպոզիտորին մեծ շրջանակալի, որ ներշնչվում մեր նյութով։ Եվ ես մի անգամից ներշնչվեցի սիրո մասին։ Սերը, որ մեր բոլոր կյանքը սիրո մասին, առանց սեր կյանք չկա։ Սիրահարված եք։ Այո, ես անձամբ սիրո, միշտ սիրահարված եմ։ Հրաշալի։ Առանց սիրո կյանք չկա։ Իհարկե։ Ով որ չի սիրահարված, ես ցավում եմ իր համար։ Բայց միշտ պետք է սիրահարված լինել։ Հիմա կարող եմ շատ գեղեցիկ աղջիկ էլի կամ գեղեցիկ, չէ, կարևոր չի։ Կարող է գործիդ մասին է սիրահարված, կարող է նպատակիդ է սիրահարված, իդեալներին է սիրահարված, բայց միշտ պետք է սիրահարված լինես, միշտ այդ որ կարողանաս առաջադիմես։ Հիմա ես այդ սիրո երգերը չգիտեմ ինչու ներշնչվեցի մի անգամից գրեցի, ես պետք է շնորհակալություն հայտնեմ Մավիս Ակալյանին, որ ինձ խրախուսեց, որ վերջացնեմ։ Երբ որ լսեց ես գրում եմ, ինձ ստիպվեց, որ անպայման գրեմ եւ վերջացնեմ, եւ ինքն շատ հոյակապ մշակումներ էլ արեց, շատ շնորհակալ եմ իրանից։ Եվ այդ սիրո երգերը ավարտեցի եւ կատարեցի ժամանակին, այստեղից նախքան Հայաստան, երբ էր 25 տարի, 30 տարի առաջ, բայց վերջերս շնորհակալ եմ Կարեն Դուրգարյանին, որ համերգ նշանակեց եւ
բոլոր երկիչներ օպերայի, ամեն մեկը մեկ սիրո եկեղեցի մի հատված երկեցին եւ շատ հուզիչ երեկո էր։ Զարմանալի էր, որ 2 ժամը ավել առանց անտրակտի 2.5 ժամ տևեց առանց անտրակտի եւ ոչ ոք չթողեց գնաց։ Բոլորը կային եւ վեճացեցինք մեկ առանց միջան եւ մեծ հաջողություն ունեցավ։ Ուրախ եմ դա։ Դե չմոռանանք, որ խոսում էինք ու երգում էինք սիրո մասին ու սիրո լեզվով։ Տեսերը գիտեք առանց սիրո կյանք չկա։ Ով որ սեր չունի իր մեջը այն ապրելու իրավունք չունի։ Այսինքն անիմաստ ապրելը։ Սերը ամենակարևոր բանն է կյանքի մեջ։ Հիմա սեր անպայման չի որ պետք է մեկ հատ օրիորդ գինելի կամ ինչել։ Սերը ընդհանրապես աստվածային նվեր է։ Այդ սերը առանց սիրո անիմաստ ապրելը։ Դուք հիմա էլ շարունակում եք աշխատել եւ մենք գիտենք, որ Հակոբ Պարնյանի մեծապատիվ մուրացկանները վեպի արդեն հիմա վերաբեմադրվող կատակերգական օպերայի երաժշտության վրա եք, չէ՞ հիմա աշխատում։ Հիմա աշխատում եմ։ Ինչ փուլում եք։ Շատ դժվար օպերա է, գիտեք, որտեղ կոմիկ օպերա ընդհանրապես չի գրվում, որտեղ տեխնիկը կոմեդի գրելը շատ դժվար է, կոմեդի բանաստեղծություն գրելն է, ամեն ինչ կոմեդի ինչ որ կա տրագեդի շատ ավելի հեշտ է գրվում, քան չէ կոմեդի։ Եվ կոմեդի օպերա համարյա չի գրվել վեճարդը, այնպես որ եթե լինի 1-2 հատ շատ դժվար է գնում առաջ, որտեղ պետք է աշխատեն, որ այդ կոմեդին, այդ մանավանդ Հակոբ Պարյանը տեղով հումոր է, տեղով ես չեմ հասկանում այդ մարդը որտեղից է հավաքի այդքան հումոր։ Եվ աշխատում եմ 4 տարբերակն արդեն գրում եմ, կամաց մոտենում եմ այդ նյութին, որ կարողանամ այդ հումորը փոխանցեմ ժողովրդին։ Երաժշտության միջոցով փոխանցեմ ժողովրդին, աշխատում եմ եւ հույս ունեմ, որ կավարտեմ 5-6 ամիսից հետո, որտեղ Կարեն Դուրգարյանը ծրագրել է 90-ամյակը ստոնելու մյուս տարի, ոչ այս հոկտեմբերի, մյուս հոկտեմբերին, որ կդառնամ 90 տարեկան, ծրագրած է մեկ փառատոն իմ երաժշտությունը եւ այս օպերան հույս ունեմ, որ այն ժամանակ կբեմադրվի։ Հույս ունեմ կավարտեմ, որ բեմադրվի։ Աղոթեք ինձ համար։ Անպայման։ Մայստրո, մենք գիտենք, որ աշխարհի մի շարք երկրներում, հեղինակավոր բեմերում հնչել են ձեր ստեղծագործությունները։ Մենք գիտենք նաև, որ շատ կարևոր մի քայլ եք արել ժամանակին Հայաստանում, հատկապես մարզերում եւ հատկապես Գյումրիում մշակութային կյանքը զարգացնելու եւ ծաղկացնելու համար եւ կցանկանայի խոսել ու վերհիշել այն ութորյա քայլարշավի մասին, որի ընթացքում նաև հավաքվել են հանգանակություններ ու նպաստել եք Գյումրու երաժշտական ու արվեստի կյանքի բարգավաճմանը։ 91 թվականի այո անկախությանը շարժման ժամանակ։ Այո անկախությունից հետո դե ուխտագնացությունը աստվածային նվեր էր Գյումրիին։ Ես պարզապես ընտրվեցի, որ քայլեմ։ Ես էլ մեկ այդ մարդկանցից հազարավոր մարդկանցից մեկն էի, որ քայլում էր իրաց հետ։ Իմ արած գործը ինձից ես պարզապես հայտարարեցի ուզում եմ քայլեմ, բայց իմ հայտարարած քայլարշավը որ տելևիզիոն հայտարարեցին, որ պետք է թայի այս խանութից, այն խանութից, այս բանկից, այն բանկից փող հավաքեմ։ Այդպես էր։ Բայց Աստծո ծրագիրը տարբեր էր։ Եվ ես էլ այդ մեծ մասամբ մարդկանցից էի, որ քայլում էի։ Իմ արած գործը չէ, այդ երկրային ներշնչում էր։ Աստծո սերն էր Գյումրիին, եւ այդ եթե չէ հնարավոր չէր այդքան ժողովուրդ խանդարվարված կային եւ այդ շարժումը ստեղծեին։ Եվ ես շնորհակալ եմ, որ ինձ էլ այդ բախտը ունեցավ ես էլ մասնակցելու։ Բայց չեմ կարող վերագրեմ, որ ես որևէ գործ եմ արել, չեմ արել, պարզապես ուրիշների հետ միասին քայլել եմ։ Բայց նաև այդ հասույթով հիմնվեց արվեստների ակադեմիան, Գյումրիի սիմֆոնիկ նվագախումբը ժամանակին, չէ՞, այսինքն այո, բարի խումբերը, տելևիզիոն, այն փողերը որ հավաքվեց, դե դալիջին վերանորոգեցին, դրանից հետո ակադեմիան այդ ամբողջ շենքը վերանորոգվեց։ Այսինքն գործարվել է։ Քանդված էր, որտեղ այդ ամբողջ շենքը քանդված էր, կոմունիստների շենքն է, կոմունիստների շենքն էր, որ քանդվեց եւ քաղաքապետարանը ինձ տվեց այդ շենքը եւ այդ ուխտագնացության փողերը որ հակվեց, գնացինք այդ շենքը նորոգեցի, վերանորոգեցի,
բայց 7 տարի տևեց մինչև վերջացա եւ ուրախ եմ որ այսօր այնտեղ կան 3 հարկ է, մի հարկը նկարիչներինն է, մեկը երաժիշտներինն է, մեկը արվեստի արձակուրդը հոյակապ Գյումրեցիներն գիտեք որ արվեստասեր, արվեստագետ մարդիկ են, շատ հանճարեղ մարդիկ են, իրոք հանճարեղ են։ Հայաստանի հանճարեղ մարդկան ազգային քաղաքներից մեկն է Գյումրին եւ իրանք հանճարեղ մարդիկ են եւ հիմա էլ այդ ակադեմիայում շատ հոյակապ երաժիշտներ են, դասերակել նկարիչներ, դերասանները շատ հոյակապ են։ Ես իմ պարտքս կատարեցի, ավարտեցի 7 տարում եւ հանձնեցի։ Չնայած որ ուզում էին անպայման ես ռեկտոր էի, պալեն։ Այդ իմ գործը չէ, որտեղ այդ աստծո նվերն էր Գյումրիին, ես գործ չունեի, ես պարզապես աշխատանքն էի տանում։ Մայստրո Նյու Յորք, Լոնդոն, Վիեննա, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկում ձեր անցկացած տարիները ձեր գործունեությունը շատ բազմաշերտ է, աշխարհի տարբեր անկյուններում է եղել։ Հիմա երբ հետ հայացք եք գցում, ձեզ համար ձեր ամենաթանկ տարիները որոնք են եղել։ Թանկ տարիները որ ոչ մի խոսք ոչ թե ինձ համար, բոլոր մարդկության համար իրանց հայրենիքը։ Հիմա ես չեմ ծնվել Հայաստանում, բայց մեծացել եմ հայկան հոգով։ Իմ հայրս փոքրուց, մայրս փոքրուց հայ է մեծացել։ Եվ իմ հայրենիքս ինձ համար սրբություն է։ Ուղղակի սրբություն է։ Այդ սրբության պատճառը որ ես կարող ամեն ինչը թողեցի, ամբողջ իմ կյանքս, կարիերաս, ամեն ինչ թողեցի, եկա ծառայելու եւ շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ հնարավորություն տվավ ծառայելու ժողովրդին, հնարավորություն տվավ ինձ ծառայելու եւ այդ ընթացքին պահպանելու մշակույթը, զարգացնելու օրքեստրը, դահլիճը եւ այլն, այդ ցուրտ օրերին, ձմեռ օրերին մենք մեկ հատ համերգ բաց չենք թողել։ Եվ այդպեսով պահպանեցինք մեր մշակույթը, ժողովուրդն էր իհարկե, եթե ժողովուրդը չընթառաջեր, օգուտ չուներ, ժողովուրդն էր, ժողովրդի պահանջով էր, որ այդպես շարունակվեց եւ ցույց է տալիս եւ այն ժամանակ երբ որ շատ հետաքրքիր պատմություն է ձեր ժամանակը չխլեմ, Անգլիայի եւ ուրեմն Անգլիայի եւ Ֆրանսիայի տելևիզիոնը ուղարկել են թղթակից Հայաստան ինչ է կատարվում։ Իրանք զեկուցեցին անկախ իրարուց, անկախ ժամանակներին, որ այս ժառմանալի ժողովուրդ են հայերը։ Ասում եկանք Երևան, տեսանք ֆիլհարմոնիկի դահլիճը լուսավորը, մնացածները ամբողջ մթության մեջ են։ Հետո մենք գնացինք հարևաններից, հարցրեցինք այդ մարդկանցից, ասացինք թե չեք նեղում, չեք ջղայնանում, որ այդ դիմացը լույս ունի եւ դուք չունեք, եւ մեկ հոգի չի եղել, որ ասի, որ գանգատվի, ասել է, քանի ֆիլհարմոնիկը լույս ունի, մենք էլ լուսավոր ենք։ Եվ այդ տելևիզիոնով, թե Ֆրանսիայով, թե Անգլիայով ցույց տվեցին, զարմացած է ժողովուրդը, որ այդ ինչ երաժշտասեր, այդ ինչ մշակութասեր ժողովուրդը հայերը, որ այդ ցուրտ օրերին, մութ օրերին պատրաստ են նստեն, բայց իրաց մշակույթը կարող է շարունակել։ Եվ այդպեսով մենք կարողացանք պահպանենք մեր մշակույթը, մեր համերգները տանք Լեբլեցուն դահլիճով այդ ցուրտ օրերին եւ իհարկե այդ ամեն ինչը երկնային ուժից, այդ ամեն ինչը առած Աստծո սիրո եւ հրաշքի չի կատարվում։ Մայստրո, մենք շատ շնորհակալ ենք ձեզ, որ օրը սկսել եք մեզ հետ միասին եւ տվեցիք այդ հնարավորությունը ձեզ հետ հարցազրույց ունենալու եւ ինչպես մի առիթով դուք եք ասել, այո, պետք է լինենք խենթի պես հավատանք սիրուն կյանքին, որպեսզի կարողանանք ստեղծագործել եւ շարժվել առաջ։ Առողջ, այո։ Միշտ պետք է մարդ խենթ, ես Պարսկաստանում մի անգամ տելևիզիոնով ասեցի, մարդ պետք է խենթ լինի։ Խելոք մարդ կոպետ չկա։ Եվ այդ հետաքրքիր Պարսկաստանում մարդիկ իրաց մոբայլների վրա իմ ասածը գրել է մարդ պետք է խենթելի եւ խենթերն են կառավարում աշխարհը, ոչ թե խելոքները։ Հակառակ մարդ կարծում են որ խելոքներն են կառավարում, ոչ, խենթերն են կառավարում։ Եվ թող այդ ընկալումը վարակի բոլորին։ Շնորհակալ ենք առողջ ձեզ կսպասենք մեր տաղավարում նորություններով, միշտ մեծ պատիվ է։ Ես մանավանդ։ Շարժվենք առաջ։ Շարժվենք առաջ։